Երբ որ խոսում են աշխարհ, եկեղեցի աշխարհ հարաբերության իմաստով, մտածում են աշխարհը եկեղեցում դա հարբելն է, չգիտեմ, անառակությունն է եւ այլն է։ Իրական խնդիրը մեր այդ երկակի ստանդարտ երկակի կյանք ապրելն է։ Իրականում դա է մեր հավատքի հիմնական խոչընդոտը, եւ ոչ միայն մեր համար, հենց աշխարհի համար Տիրոջ լույսը տեսնելու իմաստով։ Այս երկակիությունը գալիս է դեռ շատ վաղուց։ Հունական փիլիսոփայության, հունական մտածելակերպի մեջ դուալիզմը շատ նորմալ էր։ Իրենք ընդունում էին այսպես. գոյություն ունի երկու իրականություն՝ նյութական եւ ոչ նյութական։ Նյութականը դա վատն է, չարն է, բացասականն է, հոգեվորը կամ մտավորը կամ ինտելեկտուալը դրականն է։ Այդ նույն մոտեցումը մտավ եկեղեցի գնոստիկների միջոցով։ Ու եկեղեցին սկսեց դիտել աշխարհիկներ եկեղեցում եւ հոգեվոր դաս։ Մարդիկ, ովքեր հոգեվոր գործունեության մեջ են, եւ մարդիկ, ովքեր աշխարհիկ են, եկեղեցում են, բայց աշխարհիկ են, հա, որտեղ իրենք հատուկ հոգեվոր ֆունկցիաներ, գործունեություն, պաշտոն, դիր, տիտղոս չունեն, հավանեք աշխարհիկ են։ Ու այս գնոստիկական, այս դիվական վերաբերմունքը, մտածելակերպը, մոտեցումը մտավ եկեղեցի, ու ապականեց եկեղեցի։ Նույնիսկ հիմա, երբ որ իրենց շատ տենց առաջադեմ ծայրահեղ խարիզմատ համարող համայնքները առանձնացնում են հոգեվոր գործողություն, փառաբանության խումբը կոչում են ղևտացիներ, մյուսները պետք է բաժանենք, թե ով որ ցեղից է փաստորեն։ Եկեղեցու խնդրումը նրանում է նաև ոչ թե 5 կտականին են նայում այնտեղ նոր ուխտը տեսնելու համար, Հիսուսին տեսնելու համար հին ուխտում, հակառակը նոր ուխտի մեջ նայում են հին ուխտը տեսնելու համար։ Մենք նոր ուխտին չենք նայում հին ուխտ տեսնելու համար, մենք եթե հին ուխտին ենք նայում ենք այնտեղ նոր ուխտի մասին նախանշանները տեսնելու համար։ Ու այդ վերաբերմունքով, երբ որ մարդն ասում են, «Բայց երբ ես ծառայես Տիրոջը», որը նշանակում է մտնել հատուկ պաշտոնի, հատուկ գործունեության մեջ։ Ու այս մենտալիտետով, այս մոտեցումով ասում ենք, որ գիտեք ինչ կա սահման, կա երկու աշխարհ՝ ծառայողների եւ չծառայողների, եւ ծառայողները նրանք են, ովքեր ներգրաված են եկեղեցական գործունեության մեջ, ովքեր ներգրաված չեն, ծառայողներ չեն։ Մի քիչ ավելի առաջ գնալով օծյալների եւ ոչ օծյալների արդեն։ Բայց դա մենտալիտետ է։ Ու հետո նույն մարդիկ բողոքում են, որ իրենց եկեղեցու ոչ մի բան չի կատարվում։ Որտեղից կատարվի։ Եվ դուք աշխարհն եք բերել եկեղեցի։ Աշխարհի մենտալիտետը, մտածելակերպը ոչ թե Տիրոջինը։ Խնդիրն այն է, երբ որ նույն այդ մտածելակերպով մենք մտածում ենք այսպես, որ Աստված եկեղեցում է, չարը աշխարհում, եւ Աստծուն հանդիպելու համար պետք է գալ եկեղեցի։ Ու միայն ստեղ է, որ Աստվածը, ստեղ է, որ ներկա ենք։ Կամ եթե մեկը չեկավ աղոթքաժողովի, չեկավ տասնյակի, որովհետեւ այդ օրը աշխատում էր, ասենք տես, դու Տիրոջը չհարգեցիր, դու ծառայությունը թողեցիր, մարմնավոր գործով էիր զբաղվում։ Մի քանի կոպեկ էլ քիչ աշխատեին։ Ինչ ենք անում ենք։ Մենք այդ մենտալիտետն ենք ձևավորում, այդ վերաբերմունքը, որ հոգևոր բաները միայն եկեղեցում կարան լինել։ Ոնց կլինի։ Հովը նշանակել է ինչ-որ ծառայություն ու մարդիկ չեն եկել, որտեղ աշխատել են, չեն կարողացել գործից դուրս գալ։ Անցանքի աստիճան կվերաբերվեն այդ մարդուն։ Դասալիք կհամարեն։ Ինչու, որտեղ Աստված ստեղ է միայն կարծես։ Եկեղեցում է։ Այս մենտալիտետը կթաղի եկեղեցու, կձախողի մեզ ու ձախողում արդեն։ Արտահայտությունը, որ Ղուկաս Համագործ Առաքելություն 16-րդ գլխում որ Տերը մեզ կանչում է, ոչ թե ուղարկում, կանչում է։ Տերը ընդեղ արդեն, Տերը աշխարհում է։ Եփեսացիս 1:23 ասում է, որ եկեղեցին մարմինն է Հիսուսի, լրացումն է, որը լեցնում է ամեն բանի մեջ։ Հիսուսը իր մարմնով, ոչ թե օծյալներով, ղևտացիներով, իր մարմնով, ցանկացած մեկով, որը իր հավատացողն է, իր մարմնի, իր եկեղեցու մասն է, լցնում է ամենը, ոչ թե եկեղեցին է լցնում, այլ այդ եկեղեցով է լցնում ամենը։ Աստծո այն է, որ ինքը աշխարհում արդեն եւ մեզ հրավիրում է այնտեղ այդ ներկայությունը Աստծո վերապրելու, ցուցադրելու, հասանելի դարձնելու մյուսներին այնտեղ աշխարհում։ Եկեղեցին ցավոք այսօր գոյատևելու հոգեբանության մեջ է ապրում, ոչ թե բազմապատկման, ոչ թե ձեռքբերման, գրավման հոգեբանության մեջ։ Տերը ընդեղ է արդեն, իմ ու քո աշխատանքի վայրում, եւ Տերը չի կանչել հատուկ ծառայության, այո, որոշներին կանչում է հատուկ ծառայության եկեղեցում։ Հատուկ նկատի չունեմ, ինքը հատուկ է, մյուսները սովորական են։ Տարբեր, հա, բայց մնացած բոլորս կանչված ենք Տիրոջ կողմից, հենց այնտեղ որ դու կաս, քո ընտանիքում, քո հասարակական, սոցիալական միջավայրում, դա քո ընկերներն են, հարևանություն դա, եւ քո աշխատանքի վայրում, քո մասնագիտական վայրում, վերապրելու Տիրոջը։ Մենք եկեղեցում վերապրում ենք Տիրոջ փոխակերպող ներկայությունը, այո, եկեղեցում Տիրոջ ներկայությունն է, որը փոխակերպում է մեզ։ Այո ու ամեն։ Բայց մենք աշխարհում էլ ենք Տիրոջ ներկայությունը վերապրում, կամ պետք է վերապրենք Տիրոջ ներկայությունը աշխարհում։ Բայց արդեն Տիրոջ փրկող ներկայություն։ Տերը ընդեղ է փրկելու համար։ Ոչ թե քեզ է փրկում ընդեղ անհավատ աշխարհի, քո միջոցով փրկում է այն խավար աշխարհը։ Մենք գնում ենք ընդեղ ցուցադրելու համար։ Մարդիկ մեղք են, չունեն ճշմարտություն։ Որովհետև դուք նեղանում եք, որ իրանք խափում են, կեղծում են, այդ ունեն մարդիկ։
Նեղանալ խավարից, որ ինքը լույս չունի, անիմաստ է։ Դու ունես լույսը, որտեղ դու ունես լույսը, ցույց տուր այդ լույսը։ Տար է Տիրոջ սերն ու շնորհքը խավար աշխարհի մեջ։ Ոչ թե մենք պետք է ասենք արի եկեղեցի որ հանդիպես Տիրոջը, մեզ հանդիպողը պետք է Տիրոջը հանդիպի։ Տիրոջ շնորհքին, սիրուն, ներմանը, համբերությանը, ողորմությանը, քաղցրությանը, դրան պետք է հանդիպի։ Ոչ թե աշխարհը մի տեղ է, որտեղ մենք ինչքան կարանք քիչ լինենք, որպես ինչքան կարող ենք շատ եկեղեցում լինենք, աշխարհը այնտեղն է, որտեղ ինչքան կարող ենք շատ պետք է ցույց տանք այդ Տիրոջը։ Դրա համար փնտրի Տիրոջ ներկայությունը եւ նպատակը քո եկեղեցուց դուրս եղած իրականությունում։ Դա ընտանիքն է, քո հասարակական վայրն է, քո աշխատանքն է։ Ես ուզում գաղտնիք ասեմ։ Այն ինչը դու կարող եք ապրել աշխարհում, եկեղեցում չեք ապրել։ Իրական կատարելությունը բնավորության չի կերտվում եկեղեցու մեջ։ Շատ դժվար է սիրել սովորել, որ քեզ արդեն սիրում են, որտեղ այնքան հեշտ է սիրել քեզ սիրողներին։ Եկեղեցուց դուրս է, որ մենք սովորում ենք իրական զոհաբերությունը, նվիրումը, որ այդ աշխարհը մեզ նայում է, դու ո՞նց ես որպես ամուսին, որպես հայր, որպես կին, որպես ընկեր, որպես հարևան, ինչքանով ես կարող զոհաբերվել, նվիրվել, համբերել, դիմանալ, ինչքանով ես կարող քո շահը չփնտրել ուրիշի շահը։ Դա հեշտ է եկեղեցում, բայց դա անհրաժեշտ է այնտեղ աշխարհում։ Աստված գործում է իմ ու քո միջոցով, որպես ամուսին, որպես ընկեր, որպես աշխատող։ Դրա համար դու աշխարհ չես գնում գոյատևելու, դու գնում ես ձևավորվելու։ Աստված այնտեղ քեզ ձևավորում է։ Այնտեղ հոգևոր տեղ է Աստծո համար։ Նույնքան հոգևոր, ինչքան քո եկեղեցին է։ Ծառայողները նրանք չեն, ովքեր հատուկ ֆունկցիաներ են անում եկեղեցում։ Աստծո ծառայողները նրանք են, ովքեր լուրջ են վերաբերվում իրանց կյանքին, կյանքի ամեն ոլորտին։ Լուրջ են վերաբերվում իրանց ու Տիրոջ հարաբերությանը։ Եվ ապրում ցուցադրում են այդ հարաբերությունը ամենտեղ։ Դու գնաս գաղջ ու գաճաճ, եթե քո ողջ հոգևորությունը զուտ եկեղեցու մեջ է ձևավորված։ Դա համար Տերը մի կատարյալ տեղ է մեզ տարել։ Աշխարհը տանելու իր այնտեղ, ապրելու իր այնտեղ, որտեղ ինքը արդեն այնտեղ է։